Գյումրու զբոսաշրջության զարգացումը շատ ավելի արագ լինի, քան բնականոն ճանապարհով գնում է։ Հենց այս թեմայով էլ Շիրակի մարզպետարանում էր զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Վերջինս ու մարզպետ Արուշանյանը ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկեցին մարզում, մասնավորապես Գյումրիում, զբոսաշրջության ոլորտում տիրող վիճակը, գործնական նախաձեռնություններն ու համագործակցության հնարավորությունները։ Միջինում զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է $880, սա վերջին թարմացումներն են մեր եւ միջազգային կառույցների, մեր վիճակագրական կոմիտեի։ Որպեսզի ավելանան զբոսաշրջիկների հոսքն զուգահեռ ծախսվող գումարները, Գյումրիում պետք է նոր հետաքրքրություն ու թեմա ավելացնել արդեն ավանդական հոսքերին։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդգծեց, որ կոմիտեն արդեն մշակել է 2026-ից 30 թվականների զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, որը ներկայացվել է կառավարության քննարկմանը։ Ուզում եմ նշել, որ այն հաջողությամբ ավարտել ենք մեր միջազգային փորձագետների հետ համատեղ եւ ներկայացրել ենք կառավարություն։ Սպասում ենք վարչապետի հաստատմանը օրվա հետ կապված, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում ընդհանրապես մեր երկրում զբոսաշրջությունը 5 տարի անց։ Դավիթ Արուշանյանի կարծիքով զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման առանցքային բնագավառներից է, որի ներուժը պետք է լիարժեք բացահայտել եւ օգտագործել։ Իսկ Շիրակի մարզն ըստ Արուշանյանի ունի այդ ներուժը լոգիստիկ առավելություններով, պատմամշակութային արժեքների բազմազանությամբ, գաստրո եւ ագրոտուրիստական հնարավորություններով, որոնք պետք է օգտագործել եւ զարգացնել։ Զբոսաշրջության այդ արագ զարգացումից հետո մի հատ մեծ խարույկ է, օրինակը միշտ բերել, մի հատ մեծ խարույկ է վառված, որը միշտ փայտ պետք է գցվի, որովհետև իշքան է մեր Գյումրին շատ սիրուն լինի, իշքան է շատ հզոր թանգարաններ ունենանք, բայց զբոսաշրջիկը 12 անգամ չի գա մեր Մգրչյանի թանգարան կամ Ծիտողցոստուն կամ Ավետիք Իսահակյան։ Նոր բաներ են պետք այդ խարույկը միշտ վառը պահելու համար։ Անդրադարձ կատարվեց նաև կառավարության նախաձեռնությամբ իրականացվող զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրին, որում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել են նաև Գյումրին։ $120 միլիոն արժողությամբ վարկային ծրագրով քայլեր են ձեռնարկվելու 7 առաջնահերթ կլաստերների զարգացման համար։ Հարց ու պատասխանի ընթացքում Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը կարևորեց փառատոների միջոցով քաղաքում туриզմի զարգացումը, բայց եւ նշեց նախկինում ունեցած փառատոնի մասին, որն այսօր մոռացվել է։ Գյումրիում եղել է նաև մշակութային փառատոներ, որոնցից մեկը դա վերածնունդ դասական երաժշտության փառատոնն էր, որը կարելի է վերականգնել եւ ներգրաված են եղել ԱՊՀ երկրների մասնակիցներ, եղել են այլ եվրոպական երկրներից ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց Գյումրու օդանավակայանից իրականացվող չվերթները դեպի Եվրոպա, բայց զբոսաշրջային մասնագետների համար անպատասխան հարցեր կան այս թեմայի շուրջ։ Կխնդրեմ նաև գոնե 1-2 ամսվա ընթացքում մի հատ վիճակագրություն ներկայացնել, քանի ուղևոր Հայաստանից գնացել է Կիպրոս այնտեղ հանգստանալու եկել է եւ քանի օդա եկածի է եկել այս թռիչքներով Գյումրի կոնկրետ Հայաստան մնալու Գյումրի եկել եւ Հայաստանում շեշտել կապան, որովհետեւ սա շատ լավ կարող է մեր մտահոգությունների պատասխանը տա։ Պատասխանատուների խոսքով այս ձևաչափով հանդիպումները օգնում են թիրախային խնդիրներին ավելի լավ ծանոթանալ ու լուծում գտնել։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ։ Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակը հանձնել է ADI ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշին։ Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենտ Ռոշին պետական մրցանակը ստանալու առիթով ու նշել, որ ժամանակակից եւ տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը կառավարության քաղաքականությունների մշակման գործում։ Մրցանակակիրների հետ իմ ունեցած հանդիպումներն ու զրույցները շատ կարևոր նշանակություն են ունեցել եւ ունենում մեր քաղաքականությունների մշակման համար, որովհետեւ ես միշտ մեր մրցանակակիրներին սկսած 2015 թվականից տալիս եմ մի հարց եմ տալիս, ասում եմ, խնդրում եմ ինձ մի հարցում օգնեք կողմնորոշվել։ Իսկ ինչ է արել
ձեր երկրի կառավարությունը ձեր հաջողության համար։ Հիմա եթե դուք ձեր հաջողության պատմությունը պատմելիս փորձեք հիշատակել 1 կամ 2 կամ գուցե 3 բան, ինչն է, որ ինչում է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, այն կառավարությունը, որը համարում է, որ ներդրում ունի ձեր հաջողության մեջ։ Եվ առանց բացառության բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան, այսինքն եղել են պատասխաններ, որոնք մի կետից են եղել 2-3, բայց բոլոր դեպքերում առաջին կետը եղել է հետևյալը՝ կրթությունը։ Կառավարությունը արել է այն, որ մեզ համար ապահովել է կրթություն, հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն, հետբուհական կրթություն։ Եվ ես այսօր գլխին գա, գիտեք, իրականում չէի մտածել դրա մասին, որ գուցե նաեւ մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունը նաեւ այդտեղ ունեցել, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա։ Իհարկե դա նաև մեր փորձը եւ մեր իմացությունը եւ մեր պրակտիկան է մեզ բերել եւ հետեւյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, եթե ինչ որ մեկը հիշատակի, ես շնորհակալ կլինեմ, բայց չկա գոնե մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես չգիտեմ այդպիսի մի հարց։ Կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, կլինի շինարարության, կլինի հումանիտար ոլորտի, կլինի սոցիալական, որովհետև ես մեր հյուրերի հետ այսօր էի խոսում եւ անդադ դրա մասին հրապարակայիններ եմ խոսում։ Ասում եմ եւ խոսել եմ արդեն, որ այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ կան ցավոք, ովքեր օրվա հացի խնդիր ունեն։ Եվ մենք բնականաբար որպես հանրություն չենք կարող անտարբեր լինել այդ մարդկանց այդ իրավիճակի նկատմամբ։ Ինչ պետք է անենք, մենք պետք է հաց տանք այդ մարդկանց, նվազագույն ինչ-որ մի հաց, եւ դա տեղի է ունենում ինչ-որ տարբեր ձևերով, պետության կողմից, բարերարների կողմից եւ այլն, այս տերմին կա աղքատախնամություն, մի մասը հպարտանում է, որ զբաղվում է դրանով, ինչի համար շնորհակալ ենք, մի մասը մյուս մասին մեղադրում է, որ չի զբաղվում դրանով, բայց իմ հարցը հետևյալն է, եւ դա կարծում եմ մեր բոլորի հարցը պետք է առնի, լավ մարդը հաց չունի, մենք իրան տարանք հաց ենք տալիս, չեմ կարա չանտարբեր, տարանք հաց տվեցինք, այսօր, վաղ գնանք տեսնենք ինչ փոխվեց այդ մարդկանց կյանքում, ոչ իման, ինչպես նախորդ օրը իրանք հաջորդ օրն էլ հաց չունեն, երկրորդ օրն էլ այդ նույնը անենք, երրորդ օրը գնանք տեսնենք, ինչ փոխվեց այդ մա, ոչ մի բան, ինչպես նախորդ երկրորդ օրերին նրանք երրորդ օրն էլ հաց չունեն, մի ամիս նույն բանը անենք, մի ամիս մի օրը գնանք եւ տեսնենք ինչ փոխվեց այդ կյանքում, այդ մի ամսվա արդյունքում, երբ որ մենք ամեն օր նրանց տվեցինք իրենց նվազագույն պարենային կամ առավելագույն կամ միջին պարենային զանգերը, ինչ փոխեցինք այդ մարդկանց կյանքում, ոչ մի բան, զրո, նրանք ինչպես չունեին, հաց այնպես էլ շարունակում են չունենալ, եւ այդպես թեկուզ մի տարի, 10 տարի, ես վերջերս ես վիճակագրություն խնդրեցի եւ պարզվեց, որ հազարավոր ընտանիքներ կան, որ 10 եւ ավել տարի գտնվում են անապահովության քարոզ համակարգում, 10 եւ ավել տարի, մենք այդ մարդկանց լավություն ենք արել այդ։ Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ կան անարարկելի փաստեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Ընդ որում, դա իրողություն է եւ այդ իրողությունը դժվար է չնկատել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պահվող անձանց հետ կապված մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում եւ բնականաբար ամեն օր մաքսիմալ ջանք են գործադրում, որպեսզի ունենան կոնկրետ արդյունքներ։ Իմ մոտեցումն այն է, քանի դեռ այդ արդյունքները չկան, դրանց մասին չեմ հայտարարում, եւ երբ որ կլինի նաեւ հայտարարություն, ինչ վերաբերում է Եգիպտոսի այցին, իհարկե միջոցառումը աննախադեպ էր եւ ես շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Նահանգների նախագահին եւ Եգիպտոսի նախագահին
հրավերի համար, մեծ պատիվ էր ինձ համար ներկա գտնվել այդ գագաթնաժողովին, մնացածն էլ ըստ էության տեսել եք լրացուցիչ Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ, դրանից առաջ մենք Դուշանբեում ենք տեսնվել, դրանից առաջ Կոպենհագենում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, այսինքն որտեղ մենք ներկա ենք լինում մանավանդ օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ, ելի այդ շփումների արդյունքների մասին հայտարարություններ լինում են, այսինքն դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել, նշանակում է, որ աշխատանքային քննարկում է արդենից նախկինում արված հայտարարությունների շրջանակում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները։ Նա այսօր ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանից նավթ չեն գնի, դա մեծ քայլ է։ Հիմա ես պատրաստվում եմ համոզել Չինաստանին նույնն անել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով գնումների դադարեցումը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում։ Դա գործընթաց է, որը շուտով կավարտվի։ Թրամփը հավելել է, Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները թույլ են տալիս Մոսկվային շարունակել պատերազմը, որտեղ Ռուսաստանը նրա խոսքով արդեն 1.5 միլիոն մարդ է կորցրել։ Հենց ռուսական նավթի գնումների պատճառով էր Սպիտակ տունը բարձրացրել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը։ Նյու Դելին ավելի վաղ հայտարարել էր, որ արդարացի չի համարում ռուսական նավթի գնումները դադարեցնելու պահանջը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարը Ճապոնիայի իր գործընկերոջը փոխանցել է, որ Վաշինգտոնը Տոկիոյից եւս ակնկալում է ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցում։ ԱՄՆ-ն նման պահանջներ է ներկայացնում նաև եվրոպական գործընկերներին, նշելով, որ միայն ռուսական էներգակիրներից հրաժարումը Մոսկվային կստիպի նստել Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինական պատվիրակությունը նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի գլխավորությամբ Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի եւ Եվրոպայի համար երկարաժամկետ անվտանգության ճարտարապետության տեսլականը եւ այն քայլերը, որոնք կարող են ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։ Բացի այդ, քննարկվել է Վաշինգտոնում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է ռազմադաշտում անցնել Նրա խոսքով ԱՄՆ-ն պետք է որոշում ընդունի այդ առնչությամբ։ Հոկտեմբերի 17-ին Թրամփ-Զելենսկի հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը լինելու է Կիևին հեռահար Թոմահոք հրթիռների հնարավոր մատակարարումը։ Այս ընթացքում Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Կիևում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, Պոլտավայում պայթյուններ են լսվել։ Նեժին քաղաքում անօդաչուների հարվածից բազմաբնակարան շենքում 1 մարդ է վիրավորվել։ Ռուսաստանն էլ հայտնել է շուրջ 50 ուկրաինական անօդաչու խոցելու մասին։ Վոլգոգրադի նահանգապետը հայտնել է զանգվածային հարձակման մասին։ Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը։ Սամարայի եւ Սարատովի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Վորոնեժում էլ մի քանի բնակավայր մնացել է առանց էլեկտրականության։ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կենտրոնական հետախուզական վարչությանը լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում։ Նա դրա համար 2 պատճառ է հայտնել։ Նախ Թրամփի պնդմամբ Վենեսուելան մեծ թվով բանտարկյալների է ազատ արձակում, որոնք ներթափանցում են Միացյալ Նահանգներ։ Իսկ երկրորդ պատճառն ըստ Սպիտակ տան ղեկավարի Վենեսուելայից ԱՄՆ թմրանյութերի հոսքն է։ Թրամփին նաև հարց են ուղղել, արդյոք նա լիազորել է ԿՀՎ-ին սպանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին։ Իրականում այդ հարցն անհեթեթ չէ, բայց անհեթեթ կլիներ, եթե ես դրան պատասխանեի, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի հայտարարությունը մեծ դժգոհություն է առաջացրել Վենեսուելայում։ Նախագահ Մադուրոն Դոնալդ Թրամփին կոչ է արել զերծ մնալ ԿՀՎ-ի միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձերից։ Իսկ Վենեսուելայի արտգործնախարարությունն ԱՄՆ նախագահի հայտարարությունները որակել է ռազմատենչ, հավելելով նրա լիազորած գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։ Իսրայելը եւ Համասը մարմինների փոխանակում են իրականացրել։ Պաղեստինյան շարժումն Իսրայելին է վերադարձրել եւս 2 պատանդի աճյուն, դրա դիմաց ստանալով 45 պաղեստինցու աճյուն։ Ընդհանուր առմամբ Համասն Իսրայելին է վերադարձրել 10 մարմին, նշելով, որ մնացածին վերադարձնելու համար հարկավոր են մեծ ջանքեր եւ հատուկ տեխնիկա։ Մինչ այս Համասը վերադարձրել էր ողջ մնացած բոլոր 20 պատանդներին, իսկ Իսրայելն ազատ էր արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի։ Միևնույն ժամանակ հրադադարի հաստատումից հետո վերսկսվել է պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության մատակարարումը։ Ինչ վերաբերում է Համասի զինաթափմանը, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ գործում ամերիկացի զինվորականների անհրաժեշտությունը չի լինի, սակայն Վաշինգտոնը կօգնի Իսրայելին նման ջանքերում։ Թրամփի խոսքով ԱՄՆ-ն ցանկանում է, որ Համասը վայր դնի զենքերը որպես հրադադարի համաձայնագրի մի մաս։
Ադրբեջանի կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանության եւ ազգային անվտանգության բյուջեի ծախսերը կրճատել մինչև 4.7 միլիարդ դոլար։ Երկրի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջեի նախագծի համաձայն այս ուղղությամբ ծախսերը 2026 թվականին կկազմեն 5.1 միլիարդ դոլար։ Այսպիսով Ադրբեջանի իշխանությունները 2026-ից 2029 թվականների ընթացքում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկրճատեն 8.6%-ով։ Այս տարվա համար Ադրբեջանի պետական բյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության վրա նախատեսված է ծախսել 4.9 միլիարդ դոլար։ Կապանում շարունակվում են դասական երաժշտությամբ հագեցած միջոցառումները։ Երրորդ անգամ մարզկենտրոնում անցկացվեց Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը, որը եւս մեկ անգամ համախմբեց կապանցի արվեստասերներին։ Այդ ամենը բացառապես Վահագն Ստամբոլցյանի ջանքերի շնորհիվ է, որտեղ այս հրաշալի երգեհոնը որ դրված է այս դահլիճ, որը կրում է հենց Վահագն Ստամբոլցյանի անունը, եւ ոչ միայն այս երգեհոնը, ընդհանրապես Հայաստանի ցանկացած երգեհոն եւ հայկական երգերային դպրոց, որի հիմնադիրը ինքն է հենց մայստրոն, այսինքն մենք ամբողջությամբ պարտական ենք իրեն եւ ինքը ուներ տարիների երազանք Հայաստանում երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն անցկացնելու։ Փառատոնն անցկացվում է այն քաղաքներում, որտեղ կա երգեհոն։ Բացի Կապանից գործիքն ունեն միայն Երևանն ու Չարենցավանը։ Երգեհոնահարները խոստովանում են ամեն անգամ նույն ոգևորությամբ են գալիս Սյունիք։ Մասնակցում եմ հենց փառատոնի հիմնադրման օրվանից, որը հրաշալի առիթ է Եվս մեկ անգամ լրացուցիչ կապանցիներին հրամցնել բարձրաճաշակ երաժշտություն, որը որ կապանցիները գիտեն գնահատել եւ շատ սիրում են։ Կցանկանամ, որ կապանցիների սերը դեպի երգեհոնային երաժշտություն եւ ընդհանրապես դեպի դասական երաժշտությունը չմարի, դա իմ զուտ անձնական ցանկությունն է եւ հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Համերգի ընթացքում հնչեցին հայտնի կոմպոզիտորներ Կոմիտասի, Բախի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները, որոնք մշակել էր Վահագն Ստամբոլցյանը։ Շատ ուրախ եմ, որ Կապանում անց ենք կացնում երգեհոնային երաժշտության փառատոնը, սա մեզ համար մեծ բարձանք է Կապանի համար, քանի որ այս գեղեցիկ երգեհոնը, որը որ տեղադրված է այս յուրահատուկ դահլիճում, մեզ համար, ամբողջ Կապանի համար բարձանք է։ Երաժշտական համերգը տարիներ շարունակ իրականություն է դառնում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության համագործակցության շնորհիվ։ Փառատոնի հիմնադիր Արմեն Սուքյասյանի խոսքով կապանցի հանդիսատեսը խստապահանջ է։ Ականատեսն ենք լինում այդ վերաբերմունքի եւ ճաշակի եւ դա պետք է ասեմ, որ ինչ որտեղ նաեւ բացառիկ է։ Որտեղ մենք սովոր ենք կարծես թե մայրաքաղաքային խստապահանջ հանդիսատեսին, բայց մենք արդեն մեր փորձով համոզվել ենք, որ Կապան ուղղակի գալ անպատրաստ չի կարելի։ Կապանում մշտապես սիրով են հյուրընկալում նման փառատոնները։ Սա բազմազբաղ առօրյայից մի փոքր կտրվելու առիթ է։ Երաժշտությունը ամենադաստիարակիչ միջոցառ արվեստի ձևերից մեկն է։ Հոգևոր արժեք ունի, մեծ արժեք ունի։ Մենք հոգևոր այդ արժեքները կապում ենք նաև մեր կրոնի, մեր վարքագծի, մեր ինչպես ասեմ, որպես հայ մարդ մեծություն ենք այդպիսի արժեքներ ունենալու համար։ Առաջին անգամը չի, որ ես մասնակցում եմ ու ընթացքում շատ հավես է լինում, համերգները տենց շատ լսելի են, մանավանդ երաժշտությունները, որ արդեն մի քանի անգամ լսված են, շատ հավես է լինում, հետաքրքիր է լինում։ Կազմակերպիչների խոսքով փառատոնը շարունակական կլինի եւ բազում մարդկանց սրտերին կհասնի։ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն շրջանն է։ Աշնանային արևառատ օրերը հողագործներին դուրս են բերել դաշտեր հավաքելու եւ ամբարելու երկարատև ձմռան պաշարը։ Այս տարի մարզում կարտոֆիլի խոշոր եւ մանր ցանքատարածությունները կազմել են ընդհանուր 5566 հեկտար։ Տարին չորային է եղել, բերքի քանակն էլ տարբեր տնտեսություններում տարբեր է, կախված կարտոֆիլի սորտից եւ մշակության ընթացքից։
Միջին բերքատվությունը սպասում ենք մոտավորապես 230 ցենտներից 260 ցենտներ բերքի։ Բերքատվության քանակը կորոշվի վերջնական արդյունքը ստանալուց հետո համայնքներից։ Մի տեղում հնարավոր է լավ լինի, մի տեղում վատ լինի, դրա համար ասում ենք միջին բերքատվություն, բայց ընդհանուր առմամբ չորային տարին կարտոշկի բերքատվության համար լավ է լինում, եթե ջրվում է։ Այս տարվա ընդհանուր ցանքատարածությունների 2090 հեկտարը բաժին է հասնում Վարդենիսին։ Հենց այստեղ են մարզում մշակովի ամենախոշոր հողերը, իսկ կարտոֆիլի դաշտերը հեկտարներ են կազմում։ 2 հեկտարից մի 20 սոտա պակաս, հա։ Պետքան եմ ուժը սպատը ցանել եմ։ Մայլ բերքավակն է, հավաքում եմ։ Ճիշտ է։ Շատ լավ չէ, բայց ոչինչ։ Դժգոհ չեմ իմ տանջանքների անմատ, որովհետև անձրև չեկավ ցանելուց մինչև այսօր։ Մի 20 օր, 10 օր առաջ անձրև եկել, էլ եկավ վնաս տվեց, էլ օգուտ չտվեց։ Ուշացնում աշխատանքը։ Լավ թե վատ, բերք կա, այս պահին հողագործներին անհանգստացնում է իրացման խնդիրը։ Բերքի որոշ մասը հենց դաշտում են վաճառում, մնացածն էլ անբարելու են հույսով, որ ստացված եկամուտը կփակի տարվա ընթացքում կատարված ծախսերը։ Գալիք տարվա մշակության ծավալներն էլ պարզ կլինեն այս տարվա բերքի ու դրա իրացման արդյունքում։ Մի 25-ից ավել կստանամ, 30 չեմ հասցնե, կարտոշկեն, լրիվ կարտոշկեն, բայց վաճառքին երևի մի 18-17 տոննա ունենամ մտել աշխատանքին, տեխնիկային, հողի վարձ, ջրի վարձ, մյուս գարուն նորից վարկ, նորից ցանել, վարկեր փակենք, տեխնիկայա, սա իհարկե արժեքն է։ Ճիշտ է, մի քիչ հա, տեղումներ չկար, մի քիչ դրանից դժգոհություններ կան, բայց ոչինչ։ Մշակությունը մի հեկտար ու ավել տարածքի վրա է, 32-ից 35 տոննայով բերք ենք ստանում, նորմալ միջին բերք է, չենք դժգոհում։ Մյուս տարվա համար ավելի շատ կրկնակի կամ մի քիչ ավել ցանքատարածություն կունենան կարտոֆիլի։ Ունենք սեփական տեխնիկայի պարկ, սեփական ամեն ինչ, մի քիչ այդ թեթևացնված ծախսերը։ Պետության կողմից սուբսիդավորում ստացել ենք, ունենք լիզինգով տեխնիկա, նոր տեխնիկաներ, այդ ավելի է հեշտացնում աշխատանքը հողի հետ, նոր տեխնիկա, ժամանակի կորուստ չկա, վառելիքի կորուստ չկա, ամեն ինչը նորմալ է։ Կարտոֆիլի ցանքատարածությունների կողքին 11 հեկտարի վրա մշակված գազարի բերքահավաքն է սկսել գյուղատնտես Սմբատ Ջանիբեկյանը։ Մոտ 600 տոննա բերք է ակնկալում։ Գոհ է, սակայն իրացման խնդիրը նրան էլ է մտահոգում։ Բերքահավաք անում ենք օրվա պահանջով, բայց եսի Վարդենիսն օրվա պահանջով հնարավոր չի, կարող է 5 օր հետո ծում կա։ Այս օրերին բերքահավաքի վրա է կենտրոնացված համայնքային եւ մասնավոր սեփականության ամբողջ գյուղտեխնիկան։ Բերքը ժամանակին ու առանց խոչընդոտների դաշտից տուն տանելու համար խոշոր գյուղատնտեսները նաեւ լրացուցիչ աշխատուժ են ներգրավում բերքահավաքին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառանոցում եւ իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խոզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախ Գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խոզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով պատետ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 14-ին ժամը 14:15-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են Opel Magnish-ի մեքենա։ Իրավախախտումը չարձանագրելու համար 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10,000 դրամ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտե։